Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Քննարկում ենք հարց համար 12-ը Հայաստանի ազգային agrarային համալսարան հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, բարձրագույն և հետբուական մասնագիտական կրթության մասին օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով ուսումնական հաստատության խորհրդում գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով և ռեկտորի ընտրությունները հաստատում է հիմնադիրը։ Այս պարագայում խոսում ենք Հայաստանի ազգային agrarային համալսարանի մասին, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, իդեմս Հայաստանի Հանրապետության կառավարության և բուհի կանոնադրության համաձայն ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ չափահասային քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ։ Այս բոլոր կանոններին և օրենսդրության համապատասխան 2025 թվականի մարտի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային agrarային համալսարան հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը, որին մասնակցել են 4 հավակնորդներ։ Մրցույթն ընթացել է համալսարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն, մասնակցել են խորհրդի բոլոր 20 անդամները և խորհրդի անդամների գաղտնի քվեարկության արդյունքներով 19 կողմձայնով ընտրվել է ուրեմն տնտեսագիտության թեկնածու դոցենտ Հրաչյա Զաքոյանը ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետով։ Պետք է նշեմ, որ պարոն Զաքոյանը նոր մարդ չի բուհում և ավելի քան 30 տարվա մասնագիտական և ակադեմիական գործունեության ստաժ ունի։ 2018 թվականից հանդիսացել է բուհի պրոռեկտորը, իսկ 23 թվականի դեկտեմբերից նաև կատարում է ռեկտորի պարտականությունները և այս ընթացքում մենք նաև համոզվել ենք պարոն Զաքոյանի կողմից բուհի կառավարման արդյունավետության մասով։ Պետք է նշեմ, որ նախորդ տարի կառավարությունը մի շարք կարևոր որոշումներ է կայացրել, ուրեմն բուհի գործունեության զարգացման, agrarային ոլորտի կրթության զարգացմանն ուղղված, ինչպես օրինակ այս ուղղություններով գերակա մասնագիտություններով ամսական 70,000 դրամ կրթաթոշակի սահմանումներ և նաև մի շարք այլ փոփոխություններ են արվել, որի արդյունքում նաև նախորդ տարի ընդհանուր առմամբ ընդունելության համակարգում 67%-ով ավել ուրեմն արդյունք ենք գրանցել և այս պահին էլ ակտիվորեն համագործակցություն է ընթանում ֆրանսիական կողմի հետ բուհի զարգացման ուղղությամբ և այդ իմաստով կարծում եմ, որ պարոն Զաքոյանը կկարողանա հաջողությամբ շարունակել աշխատանքը։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, պարոն Զաքոյան, խնդրեմ, ինչ ունեք ասելու կառավարությանը։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահել են ինձ այս ոչ հեշտ աշխատանքը, իսկ աշխատանքը ստանձնել եմ պատկերացնելով դրա և բարդությունը, և պատասխանատվությունը, և միևնույն ժամանակ տեսնելով պետական կառավարման մարմինների շարունակական աջակցելու պատրաստակամությունը, համաձայնվել եմ ստանձնել այս պարտավորությունը, նաև նկատի ունենալով մի շատ կարևոր հանգամանք, որ agrarային համալսարանը ագրոպարենային ոլորտի մասնագետներ պատրաստող միակ բուհն է հանրապետությունում, իսկ վերջին տարիներին ագրոպարենային ոլորտի զարգացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմաթիվ պետական օժանդակության ծրագրեր է իրականացնում և առանց պատշաճ մասնագիտական ապահովման, առանց որակյալ մասնագետների դժվար է պատկերացնել այդ ծրագրերի լիարժեք արդյունավետությունը։ Հենց այդ նույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ եմ ստանձնում ռեկտորի պաշտոնը, միևնույն ժամանակ լիովին տեսնելով բուհի վերափոխման, արդիականացման և ներկա ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը, որի ուղղությամբ նույնպես մեր կառավարությունը բազմաթիվ նախաձեռնություններ է հանդես բերել և պատրաստ ենք մեր օժանդակությունը բերել այդ նախաձեռնությունները բարեհաջող ավարտին հասցնելու գործին։ Շնորհակալություն։